Բարեկամներ, վաղուց չէինք անդրադարձել Առնո Բաբաջանյանի երգերին եւ մեր մեղքը քավելու համար այսօր ընտրել ենք նրա երգերի երգերը, երգ-երգոցները։ Չնայած դա դժվար էր, որովհետեւ բարդ էր առանձնացնել նրա երգերից լավագույնները, որովհետեւ բոլորն էլ լավագույն են, բոլորն էլ երգ-երգոց են։ Ժողովուրդը նրան սիրով ու մտերմորեն Առնո էր կոչում, ասում էին, ահա մեր Առնոն, մեր Առնոյի երգերը։ Առնոն այն բացառիկ արվեստագետներից էր, ում մարդկային կերպարն ու ստեղծագործությունը ասես մեկը մեկի շարունակությունը լիներ։ Նրա մարդկային բարձր նկարագիրը ինքնին ստեղծագործություն էր, որի հեղինակն իր հարազատ ժողովուրդն էր, որին նա բարձրացրեց, նվիրեց անմոռաց թռիչքներ։ Առնոն ասում էր, որ ինքը չի ամաչում խոստովանել, որ այս ոլորտում նոր հայտնագործություններ անելու փորձեր չի անում։ Իր երգերը սիրո, ուրախության, տխրության մասին են, որոնք դարերով գովերգվել են, գովերգվում են եւ ամենայն հավանականությամբ կշարունակեն գովերգվել։ Ճակատագրի բերումով Առնո Բաբաջանյանն իր ստեղծագործական կյանքի ստվար մասը անցկացրեց Հայաստանից դուրս, բայց այդպես էլ չհեռացավ դրանից։ Եվ ահա մենք նրա հայրենակիցները շարունակում ենք լսել ու հիանալ իրենով։ Ուրեմն եկեք նաեւ այսօր հիանանք եւ լսենք նրա երգ-երգոցներից մի փունջ մեր երիտասարդ երգիչների կատարմամբ։ Այսպիսով, եթերում երգ-երգոցն է Առնոյի երգ-երգոցներով։ Բարեկամներ, այս ստեղծագործությունը Առնո Բաբաջանյանը գրել է 1980 թվականին։ Նախապես երաժշտությունը նախատեսված էր դաշնամուրի համար, հենց այդպես էլ կոչվում էր դաշնամուրային նոկտյուրն։ Ինքն էլ կատարում էր, որովհետև նաև փայլուն դաշնակահար էր։ Միայն Առնոյի մահից 3 տարի անց Յոսիֆ Կոբզոնի հորդորով բանաստեղծ Ռոբերտ Ռոժդեստվենսկին նոկտյուրնի համար գրեց բանաստեղծություն։ Ինքը Կոբզոնը մեծ ներշնչանքով կատարեց երգը եւ այն արդեն կոչվեց Սիրո նոկտյուրն։ Երգը հնչում է Վրեժ Շահրամանյանի թարգմանությամբ։ Тобою кунны битья, звездные моря, тайные моря, как тебе сейчас живется вечная моя, нежная моя, странная моя. Если хочешь, если можешь, вспомни обо мне. Вспомни обо мне, вспомни обо мне, хоть случайно, хоть однажды вспомни обо мне, долгая любовь моя, а между мною и тобой века, мгновения и года, сны и облака. Сейчас лететь велю, ведь я тебя еще сильнее люблю. Лишь тебе приду на помощь, только позови, просто позови, тихо позови. Пусть с тобой все время будет свет моей любви. Долгая любовь моя. Я им всем
я тебя еще сильнее люблю. Я к тебе приду на помощь, только позови, просто позови, тихо позови. Что бы ни случилось, ты, пожалуйста, живи, счастливо живи всегда. Что бы ни случилось, ты, пожалуйста, живи, счастливо живи всегда. Долгая любовь моя, вечная любовь Սա այն հազվագյուտ երգերից է, որի մեղեդին զանազան առիթներով կյանքի զանազան ուրախ ու տխուր պահերին հիշել է տալիս իր մասին, եւ մարդիկ մինչեւ հիմա սիրով մրմնջում են այն, մանավանդ այս տողը. այստեղ եմ ծնվել, այստեղ մեծացել, այս ջուրը խմել սառնորակ։ Դա լինում է այն պահերին, երբ ակամա հայտնվում ես քո մանկության բակում կամ հեռու ես հայրենիքից եւ հանկարծ ձեռքդ է ընկնում մի լուսանկար կամ որևէ առարկա, որը հիշեցնում է քեզ քո ակունքը, քո սկիզբը, այն օրերը, երբ աշխարհ ես եկել ջինջ հայացքով ու երազանքներով այս աշխարհի նկատմամբ։ Վահան Հարությունյանի խոսքերով ստեղծված այս երգը Առնոյի ամենահայտնի երգերգոցներից է։ Այստեղ եմ ծնվել, ես այստեղ մեծացել, այս ջուրը խմել սառնորակ, հազար ճանապարհ ես դու իմ դեմ բացել, իմ լավ հարազատ, իմ քաղաք, քարդ քարի դեմ շարել, քեզ հետ հասակ եմ արել, քո ամեն շենքի հետ ես իմ կյանքն եմ կապել արհավետ քեզ միշտ սիրել եմ իմ վարդագույն ընկեր քեզ նոր ապրել եմ քեզ միշտ երգել դու Դու Երևան ամեն հայի հույսի դու Երևան դու ախապար հույսի դու Երևան ամեն հայի հույսի դու Երևան Սիրում եմ գարունդ փարթամ ու լուսե, աշունդ ոսկե մի երաս, նորքիդ բարդիները նազուկ ու վսեմ, զանգվիդ կոհակները փիրուս, քեզ հետ կիսել եմ ես միշտ, թե տխրություն և թե վիշտ, իմ Երևան, քո ամեն շենքի հետ, ես իմ կյանքն եմ կապել
արհավետ Քեզ միշտ սիրել եմ իմ վարդագույն ընկեր Քեզնով ապրել եմ քեզ միշտ երգել Դու ախավար հույսի տուն Երևան Ամեն հայի հույսի տուն Երևան Դու ախավար հույսի տուն Երևան Ամեն հայի հույսի տուն Երևան Երևան ամեն հայ հույսի տուն Արնոն մանկապարտեզից մի անգամ վերադառնում է ոգևորված և պատմում, որ իրենց մոտ մի քեռի էր եկել և երեխաներին առաջարկել ինչ-որ բան երգել։ Տաղանդավոր ու խելացի տղան ջանացել է լավ տպավորություն թողնել։ Քեռին նրա մեջ մեծ ձիրք է տեսել և խորհուրդ տվել զբաղվել երաժշտությամբ։ Այդ քեռին այն ժամանակ արդեն հայտնի հանրահայտ Արամ Խաչատրյանն էր։ Փաստորեն Արնոյի ծնողները հենց նրա օրհնությամբ են իրենց որդուն տվել երաժշտական դպրոց։ Նրա առաջին ստեղծագործությունը պիոներական քայլերգն էր, որը գրել էր 9 տարեկանում։ Մի անգամ Արնոն ծնողների հետ հյուրընկալվում է մեկի տանը, հանկարծ այնտեղ է գալիս ինքը, Եղիշե Չարենցը։ Արնոյի ծնողները խնդրում են որդուն, որ մի բան նվագի հյուրընկալ քեռի Եղիշեի համար։ Տարբեր մեղեդիների հետ երեխան կատարում է նաև իր պիոներական քայլերգը։ Ոգևորված այդ կատարմամբ Չարենցը հետաքրքրվում է, թե արդյոք Արնոն ունի այդ ստեղծագործության նոտաները։ Երբ տղան բերում է դրանք, Չարենցն անմիջապես այնտեղ գրավոր հանձնարարական է տալիս։ Հրատարակել 1000 օրինակ։ Դա հեռավոր 1932 թվականն էր։ Արնոյի երգերը լսելիս ինձ թվում է այս մարդը օդի թեթևությամբ միանգամից հորինել է մեղեդին։ Ոչ մի ներքին ջանք, ոչ մի լարում չի ունեցել։ Այնպիսի տպավորություն ունեմ, ասես չի էլ հորինել, այլ պարզապես հնչեցրել է չգիտես որտեղից ծնվող մեղեդին։ Բայց երբ կարդացի նրա կարծիքն առհասարակ երգային ժանրի մասին, ապշեցի։ Պարզվում է նա իր բոլոր երգերին էլ մոտեցել է մեծագույն լրջությամբ, և ահա թե ինչ է գրել այդ մասին։ Առաջին իսկ երգերն ինձ համոզեցին, որ երգի ժանրը չի հանդուրժում թեթևամիտ վերաբերմունք։ Ընդհակառակը այն պահանջում է խորություն և ստեղծագործական լիարժեք նվիրում, ինչպես լուրջ ձևերը։ Եվ ես հասկացա, որ կոմպոզիտորի յուրաքանչյուր երգ պետք է արտացոլի իր ստեղծագործական անհատականությունը։ Բարեկամներ, այսպիսին է նաև Արամայի Սահակյանի խոսքերով գրված այս հանրահայտ երգը։ ինձ համար սիրո աղբյուր ես քեզ համար գուցե ոչինչ դու ինձ համար երազմաքուր ես քեզ համար գուցե ոչինչ հերվից ես քեզ գոնե տեսնեմ սիրել որպես կյանքիս չքնաղ երազ արեգակին պետք է հերվից նայեմ կայրի եթե շատ մոտնաս
Հերվից ես քեզ գոնե տեսնեմ, սիրեմ, որպես կյանքիս չքնաղ երազ, արեգակին պետք է հերվից նայել, կայրի եթե շատ մոտենաս, կյանքում դու միշտ ուրախ մնա, Եվ միշտ եղիր պայծառ ու ջինջ, ամբողջ մի կյանք սիրով կտամ, ես քեզ համար գուցե ոչինչ, հերվից ես քեզ գոնե տեսնեմ, սիրեմ, որպես կյանքիս չքնաղ երազ, արեգակին պետք է հերվից նայել, Կայրի եթե շատ մոտենաս, հերվից ես քեզ գոնե տեսնեմ, սիրեմ, որպես կյանքիս չքնաղ երազ, արեգակին պետք է հերվից նայել, կայրի եթե շատ մոտենաս, Հերվից ես քեզ գոնե տեսնեմ, սիրեմ, որպես կյանքիս չքնաղ երազ, արեգակին պետք է հերվից նայել, կայրի եթե շատ մոտենաս, հերվից ես քեզ գոնե տեսնեմ, սիրեմ, որպես կյանքիս չքնաղ երազ, Արեգակին պետք է հերվից նայել, կայրի եթե շատ մոտենաս, արեգակին պետք է հերվից նայել, կայրի եթե շատ մոտենաս, կայրի եթե շատ մոտենաս, դու իմ կյանքի չքնաղ երազ Ես չեմ տեսել եւ չեմ հավատում որևէ արվեստագետի, որը չունի հումորի զգացում։ Դրա բացառիկ ապացույցը Արնո Բաբաջանյանն է, որի հորդացող կենսասիրության եւ կատակների մասին լեգենդներ են պատմում։ Ժամանակակիցների վկայությամբ Արնոն կյանքին սիրահարված մարդ էր։ Նրա մեջ այնքան հումոր, մարդկայնություն կար, որ նրա երաժշտությունն էլ ծնվում էր հենց այդ բարությունից։ Բարեկամներ, Արնո Բաբաջանյանին բնորոշ մյուս հատկանիշը գեղեցկության զգացումն էր։ Նա ուներ գեղեցկության ինտուիտիվ զգացողություն, եւ Սերգեյ Լյասովի բառերով ստեղծված այս երգը իսկապես դրա անսահման բարության արտահայտությունն է։ Զարթնել է շենքը մեր լուսաբացեվա, այսօր կիրակին է մեր ողջույն օր պայծառ, արևին իմ ձեռքն եմ ես մեկնում, խենթ քամուն աչքով եմ ես անում, ես սիրով եմ աչքերիդ նայում, իմ անգին, շալ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 לallla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 l. Մեր սրտերը բաց է միշտ լույս օրվա նման, դե երգեք ուրախ անվիստ, երգը հանգստյան, արևին իմ ձեռքն եմ ես մեկնում, հետ քամուն աչքով եմ ես անում, և սիրով եմ աչքերիդ նայում, իմ անգին, շալ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 алlal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 . Սիրտն է միշտ կանչում սրտին այսպիսի մի օր, թող փայլի միշտ մեր ճամփին լույսը բախտավոր,
Արևին իմ ձեռքն եմ ես մեկնում Էդ կամունեցկով եմ ես անում Եվ սիրով եմ աչքերիդ նայում Իմ անգին Շալ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 ال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 
նայում իմ Արևին իմ ձեռքն եմ ես մեկնում Հետ կամունացքով եմ ես անում Եվ սիրով եմ աչքերիդ նայում իմ անգին Չա-լա-լա-լա-լա-լա Լա-լա-լա-լա-լա-լա-լա Եվ սիրով եմ աչքերիդ նայում իմ անգին Բարեկամներ, այս երգը առիթ է տվել թեժ խոսակցությունների այն մասին, որ մեքսիկացի հայտնի երգիչ եւ երաժիշտ Կառլոս Սանտանան ուղղակիորեն վերցրել է Արնո Բաբաջանյանի Կամուրջներ երգի մեղեդին եւ ներկայացրել որպես սեփական ստեղծագործություն։ Իհարկե, անտեղի կլիներ, եթե մեղադրեինք մեքսիկացի տաղանդավոր երաժիշտին, որովհետեւ գուցե լսել է երգը եւ պարզապես իր համար եղել է ստեղծագործական ազդակ։ Այս երգի մասին կա նաեւ այլ հետաքրքիր պատմություն։ Բանն այն է, որ այն առաջին անգամ կատարել է Ալլա Պուգաչովան, բայց գիտեք ինչպես, տեքստը կարդացել է թղթից։ Ընկերներն էին նրան խնդրել անպայման երգել այս երգը եւ երգչուհին չէր հասցրել անգիր սովորել Վիկտոր Օրլովի գրած խոսքերը, բայց ի զարմանս բոլորի, երգի ազդեցությունն այնքան մեծ է եղել, որ հանդիսատեսը միացել է երգչուհուն ու ձայնակցել նրան։ Այնուհետև հանդիսատեսը պահանջել է նորից կատարել երգի տպավորիչ հատվածը։ Բարեկամներ, մեզանում ոչ պակաս ներշնչանքով այս երգը կատարել է նաև սիրված երգչուհի Էմմին, իսկ այժմ լսենք մեր երիտասարդ երգչուհու մեկնաբանությունը։ Գիշերը մութ է և անհուն է, գիշերը ցուրտ ու անձրևով, կանեց մեկի երջանկությունը, գետի բացվող կամուրջի մոտ, սիրո ճամփին այդ կամուրջները, պատնեշի պես են բաժանվում, Ach, կամուրջներ կանոց զուրկները, ինչու եք բաժանում, բայց կշոտաշոտով լուսայքը, կանցնի գիշերը այս ամբոր, անման պահի հույսի կրակը, քոդեն բացվող կամուրջի Քեզ կփարվի բախտի տանուրջը, նրա ճամփին միշտ կաղեր, և շատ անգամ թողած կամուրջը, մարդիկ անհույս դառնում են ետ, սիրո ճամփին այս կամուրջները, պատնեշի պես են բաժանվում, Ach, կամուրջներ կանոց զուրկները, ինչու եք բաժանում, բայց կշոտաշոտով լուսայքը, կանցնի գիշերը այս ամբոր, անմար պահի հույսի կրակը, քոդեն բացող կամուրջի մոտ, Սիրո ճամփին այդ կամուրջները, պատեշի պես են բարձրանում, կամուրջներ կանոց զորքերը, ինչու եք բաժանում,
Շարունակում է երգերկոցը եւ իմ հյուրն է Արամ Սաթյանը։ Բարի երեկո մայստրո։ Այսօր ստեղծվող երգերում լսելի է, նկատելի է Առնո Բաբաջանյանի մեղեդիների ազդեցությունը։ Շատ քիչ։ Երբ որ խոսքը դառնում է մեղեդի, այդ բանը երևի ավելի քիչ եմ զգում։ Յուրաքանչյուր մեղեդու մեջ պետք է ինչ-որ մի բան լինի, որը հիշեցնի այն, ինչ որ կարելի է երգել եւ կարելի է նոր ձևի մտաբերել։ Ցավոք այսօր ունկնդիրը ճանաչում է Առնո Բաբաջանյանի երաժշտական ժառանգության միայն 40%-ը։ Համաձայն եք, որ այդպես է, եթե այո, ինչ պետք է անել։ Պետք է հաճախակի կատարել եւ դասական ստեղծագործությունը, փայլուն յութակի սոնատ ունի, հերոսական բալադը, ինչու՞ չէ իր կվարտետները, ընդհանրապես Առնոն իրան լավ էր զգում երկու ժանրերում էլ, եւ երգային ժանրում եւ դասական երաժշտության։ Իսկ ինչ է կարծում, չարժե ֆիլմ նկարահանել Առնո Բաբաջանյանի մասին։ Վավերագրական, խաղարկային ֆիլմեր շատ կան, բայց հենց որ գեղարվեստական ֆիլմ նվիրված լինի նրա կյանքին, կամ գուցե ինչ-որ մի էտապի ըստ ձեզ, որ ավելի կհետաքրքրի հանդիսատեսին։ Առնո Բաբաջյանը շատ վառ անձնավորություն էր իր բոլոր դրսևորումների մեջ, եւ նարդի խաղալուց, եւ ապրելու ձևից ու վայելում էր կյանքը, կարողանում էր շրջապատին վարակել իր հումորով, կարելի է հիանալի ֆիլմ անել։ Օրինակ ֆիլմի անունը կարող է լինել Մեր Առնոն։ Այո, կամ Առնո ուղղակի։ Ինչ տեսակ անձնավորություն էր Առնոն։ Ինչ եք հիշում նրանից, ինչ որ մի հետաքրքիր դրվագ։ Շատ բաներ եմ հիշում, որովհետև ինքը ոչ միայն ինձ վերաբերում էր կոմպոզիտոր, այլ որպես ընկեր։ Ես երևի իր ամենաերիտասարդ ընկերներից էի եւ կիսվում էր ամեն ինչով։ Այն ինչ որ ես տեսել եմ, միշտ բաներ կան, որ ինձ համար դարձել են կյանքի օրենքներից մեկը։ Դա առաջի հերթին անկախ լինելն էր։ Ինքը անկախ մարդ էր։ Հիշում եմ Դիլիջանից գալիս էինք Սևան, ես ու ինքն էինք, ինքը ղեկին էր։ Ինչ մեքենա էր։ Ժիգուլի 0899 առու։ Հիշում եմ 01 ու ոստիկանը կանացրեց, անժամանակ միլիցիաներ էր, Առնոն իջացրեց պատուհանը ու քիթը հանեց, տեղ միլիցիաները ճանաչեց եւ ասեց գիտեք Բրեժնևի փեսան է գալի, Առնոն պատասխանեց, կասեց որ Առնո Բաբաջանյանն է ղեկին նստած ու քշեց, էլ չնայեց միլիցիան, ինչ կասի, ինչ քշեց։ Անկախ էր ինքը, երևի նրանից էր, որ ողջ սովետական միությունը իրան ճանաչում էր, ոչ միայն քթով, այլ նաև իր տաղանդով։ Ինչ կցանկանաք այսօրվա մեր սերունդներին շատ կատարել Առնո Բաբաջանյանի երգերը, թե ընդհանուր մեր բոլոր կոմպոզիտորների երգերին ուշադիր լինել։ Ամեն մի երգ դա նոր խնդիր է։ Եվ այն ինչ որ կոմպոզիտորը անում է, նա անում է հոգով, սրտով, Աստծո կամեցությամբ։ Ոչ մի մեղեդի հենց նույն չի ստեղծվում։ Առնոն էլ էր ասում, ես էլ եմ ասում, երբ որ ինչպես է ստեղծվում մեղեդին, երևից գալիս է ես գրի եմ առնում։ Պրոֆեսիոնալ երաժիշտի մոտեցումը ոչ թե երգերն է, այլ ինչ որ մի բան ասել, որը մնա ժողովրդին։ Առնոն տենց էր։ Շնորհակալություն, իմ հյուրը կոմպոզիտոր Արամ Սաթյանն էր, քիչ հետո կշարունակի։ Երևանյան ամառների հարև ու տաքություն կա այս երգում։ Խորեն Աբրահամյանի կերտած Արսեն Վարունցի ջահելական սիրով լեցուն սերենադը կա այս երգում։ Վահան Հարությունյանի խոսքերով գրված այս երգի հենց առաջին տողը մեզ տեղափոխում է հին ու նոր Երևանի
անմոռաց բակերը, որտեղ տղաները չէին վախենում իլուր ամենքի խոստովանել իրենց սերը, իսկ աղջիկները երազում էին, որ մի օր էլ իրենց պատվին կհնչի այն։ Այս երգի հենց առաջին տողը դարձել էր մի ամբողջ մայրաքաղաքային երիտասարդության խորհրդանիշ։ Ավելին, շատ աղջիկներ էլ սիրուն աղջիկ բառերի փոխարեն երգում էին սիրուն տղա, այս երգը նվիրելով իրենց սիրեցյալներին։ Ասում են մի անգամ Երևանում երաժշտական փորձ է արվել անցորդներին մոտեցել ու խնդրել են կատարել Առնո Բաբաջանյանի Երևանի սիրուն աղջիկ երգը։ Չի գտնվել մեկը, ով անգիր չի մանար երգը։ Զուրբ ընտրեց հոգիս սրտի թուրը և երկեց սիրով տխրագին պատասխան չկար հույսն իմ զուր է մի ուրիշն էր թողել քոքին առաջին այդ սիրուց ահա ես չունեմ դադար դու կապրես իմ երգում ոսկեվար առաջին այդ սիրուց ահա ես չունեմ դադար դու կապրես իմ երգում ոսկեվար միտքարի կոքնի բաժանումը Քո սիրուց թողի հեռացա Ամիսներ անցան բայց անունդ Իմ ճամփին ես երբեք չմոռացա Առաջին այս սիրուց ահա ես չունեմ դադար Դու կապրես իմ երգում ոսկեվար Առաջին այդ սիրուց ահա ես չունեմ դադար Դու կապրես իմ երգում ոսկեվար Ինձ հեռվում ապրել շատ դժվար էր Ես նորից սիրով ետ եկա Իմացիր հոգիս սերս վառ է Ինձ նման քեզ սիրող սիրտ չկա Առաջին այդ սիրուց ահա ես չունեմ դադար Դու կապրես իմ երգում ոսկեվար Առաջին այդ սիրուց ահա Ես չունեմ դադար Դու կապրես իմ սրտում ոսկեվար Կոմպոզիտորն իր ապագա կնոջ հետ առաջին անգամ հանդիպել է 1945 թվականին Մոսկվայի կոնսերվատորիայի ուսանողուհի Թերեզա Հովանիսյանը Հայաստանի մշակույթի տանը կոմպոզիտորների համերգից հետո մոտեցել է Առնոյին ու ասել, որ նա Աստծո պես է նվագում։ Անցնում են տարիներ։ Առնոյի ու տաղանդավոր բանաստեղծների ստեղծագործական շփումներից շատ գեղեցիկ երգեր են ծնվում։ Դեռևս հեռավոր 1970-ին Ռոբերտ Ռոժդեստվենսկու բանաստեղծության հիման վրա ստեղծված այս երգը սիրով կատարել են էստրադային երգի վառաստղերը։
Приходят и уходят поезда, опять встают и засыпают города. Тебя не знаю я, еще не знаю я, мы не встречались никогда. Еще ты голоса не слышал моего, и обо мне еще не знаешь ничего. Не знаешь глаз моих, не знаешь губ моих, не знаешь сердца моего. И я знаю, что настанет день, настанет час, свершится чудо, грянет гром в судьбе, и солнце доброе взойдет для нас. И все на свете я отдам тебе. И я знаю, что настанет день, настанет час, свершится чудо, грянет гром в судьбе, и солнце доброе взойдет для нас. И все на свете я отдам тебе. Сиянием звездным все дом озарены, по тихим улицам не слышно бродят сны, и спит любовь моя, и твердо знаю я, с тобой мы встретиться должны. И я знаю, что настанет день, настанет час, свершится чудо, грянет гром в судьбе, и солнце доброе взойдет для нас. И все на свете я отдам тебе. И я знаю, что настанет день, настанет час, свершится чудо, грянет гром в судьбе, и солнце доброе взойдет для нас. И все на свете я отдам тебе. Чудо, грянет гром в судьбе, и солнце доброе взойдет для нас. И все на свете я отдам тебе. Я отдам тебе. Պարտնյոր ֆիլմ կինոընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Մանասյանը Առնոյի մասին վավերագրական ֆիլմ նկարահանելու առիթով ահա թե ինչ է պատմել։ Հայտնի սովետական ռեժիսոր Հենրիկ Հովհաննիսյանն Առնոյի հետ նույն սենյակում էր ապրում այդ ժամանակ։ Սենյակում նրանց հետ եղել է ևս մեկ տղա, ջութակի բաժնում սովորող, որը երեկոյան սկսում էր ջութակի պարապմունքներն ու ընկերներին խանգարում։ Առնոն ու Հենրիկն էլ որոշում են մի փոքր դաս տալ ջութակահար ընկերոջը։ Մի երեկո տղան մտնում է սենյակ ու տեսնում, թե ինչպես է Առնոն իր գվարների ջութակով իբր ծեծում Հենրիկին։ Ջութակը ջարդուփշուր է լինում։ Տղայի վիճակը պատկերացնում եք, չէ՞։ Իրականում դա նրանց ջութակը չի լինում, այլ տղաները նման, բայց էժանագին մի ջութակ են գնաց լինում, որով էլ խաղում են այդ բեմադրությունը։ Բայց ամենազվարճալին այն է, որ Հենրիկ Հովհաննիսյանը շրջվում է ու Առնոյի ականջին շշնջում, թե բա գիտես, մոռացել էի փոխել ջութակը, գվարներին ջարդեցինք։ Հայտնի դաշտակահար Հայաստանի ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը Առնոյի մասին գրել է.
Բնականության հանճար, հրավառ վարպետ, ժամանակն իրենն էր, ինքը ժամանակինը։ Համաշխարհային ստեղծագործական խմորումների ներսում էր, ժամանակակից ուղղություններից ներառած, սակայն եւ ոչ մի միջոց չնսեմացրի նրանում հայերենի հուշկու բնազդը, որը ծնվել էր իրենից շատ առաջ եւ այդպիսին պիտի փոխանցվեր հետնորդներին, պրոֆեսիոնալ գյուտերի հետ մեկտեղ։ Բարեկամներ, տարիներ առաջ հյուրընկալելով մի հայտնի օպերային երգչուհու տանը, հնդածս գրում է մի գեղեցիկ երգ Հովհաննես Թումանյանի Աստղերի հետ բանաստեղծության խոսքերով եւ նվիրում երգչուհուն։ Անդրեյ Ոզնեսենսկու խոսքերով գրված «Վերադարձրու ինձ երաժշտությունը» հանրահայտ երգը Բաբաջանյանը գրել է մեծ ոգեշնչմամբ աներևակայելի հաջողության ալիքի վրա։ Բանն այն է, որ նույն տարի 1974 թվականին նա Տոկիոյի միջազգային երգեր Տոկիոյում փառատոնում մի այլ երգի երաժշտության համար արժանացել էր առաջին տեղին եւ ճանաչվել աշխարհի լավագույն կոմպոզիտոր։ Այս երգի մասին երգչուհի Ալլարին նահա թե ինչ է ասել։ Ինձ թվում է այն եւ երաժշտության եւ սիրո մասին է։ Ես նույնիսկ այնպիսի զգացողություն ունեմ, որ նախկինում երգեր գրում էին այնպես, որ դրանք դառնային կյանքի հիշարժան պահերի անբաժան մասը։ Առաջին սիրո, առաջին համբույրի երգեր։ Հիշում եք, մենք հաճախ ասում ենք,
Հիշում ես, երբ այս երգը հնչում էր, ինձ հրավիրեցին դանդաղ բարի կամ այդ պահին տեղի ունեցավ առաջին համբույրը։ Բարեկամներ, իդեպ Անդրեյ Ոզնեսենսկին մինչ այդ երբեք հատուկ երգերի համար տեքստ չէր գրել, բայց նա ինչպես դիմանար համոզելու զուտ առնոյական ձիրքին եւ մանավանդ գեղեցիկ մեղեդուն, որը լսելով ոգեշնչվում է եւ առաջին անգամ կյանքում համաձայնում գրել բանաստեղծություն պատրաստի երաժշտության համար։ Вслед за мной на водных лыжах ты летишь, за спиной растаял след от водных лыж. Ты услышь их музыку, услышь, как от волшебного смычка такая музыка. Уведу тебя от дома, уведу, наведу у всех знакомых, наведу, уведу на радость и беду. Одной натянутой струной мы связаны с тобой. Ты сквозь года летишь за мной, как будто ангел загорелый за спиной. Верни мне музыку, без музыки тоска. Мы расстались, но осталась наша музыка. Ты сквозь года летишь за мной, как будто ангел загорелый за спиной. Верни мне музыку, без музыки тоска. Мы расстались, но осталась наша музыка. Никогда не возвращусь я, никогда, никогда не запоет уже вода. Без следа, все смыло без следа. Ложь не нужна и грош цена, струна оборвана. Ты сквозь года летишь за мной, как будто ангел загорелый за спиной. Верни мне музыку, без музыки тоска. Мы расстались, но осталась наша музыка. Музыку, без музыки тоска. Мы расстались, но осталась наша музыка. 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 Սա Առնոյի ամենահուզիչ երգերգոցներից է։ Ռոբերտ Ռոժդեստվենսկու հրաշալի պոեզիան եւ կոմպոզիտորի ել ավելի զգացմունքային երաժշտությունը անտարբեր չի թողնում ոչ մեկին։ Երգի հերոսը շնորհակալություն է հայտնում սիրած էակին հավերժության ու պահի, ծիծաղի ու տխրության, խաղաղ հրաժեշտի եւ ամեն ինչի համար։ Благодарю тебя за песенность города и откровенного, и тайного. Благодарю тебя, что всем было холодно, а ты оттаяла, оттаяла.
крик, за вечность и за миг, за горевшую зарю, за смех и за печаль, за тихое прощай, за все тебя благодарю, за все, за смех и за печаль, за тихое прощай, за все тебя благодарю. Благодарю тебя за то, что по судьбе прошла, за то, что для другого сбудешься. Благодарю тебя за то, что со мной была, еще за то, что не забудешься. За что был ты за крик, за вечность и за миг, за горевшую зарю, за смех и за печаль, за тихое прощай, за все тебя благодарю. За что был ты за крик, за вечность и за миг, за горевшую зарю, за смех и за печаль, за тихое прощай, за все тебя благодарю. За все, за смех и за печаль, за тихое прощай, за все тебя благодарю. За все, за все, за все. Благодарю тебя. Արնոյի ծնողներն ապրում էին Երևանի կենտրոնում, Մատենադարանի մոտ, իսկ իր բնակարանը գտնվում էր Մարշալ Բաղրամյանի պողոտայում։ Մի անգամ Արնոն գիշերը ուշ ժամին վերադառնում է տուն։ Մթության մեջ նրան անսպասելիորեն շրջապատում է երիտասարդների մի մեծ խումբ, որոնք պահանջում են փողն ու ձեռքի ժամացույցը։ Դիմադրելն անիմաստ էր, ուստի Արնոն հանձնում է ամեն ինչ։ Այդ պահին խմբի անդամներից մեկը մոտենում է, սկսում է ուշադիր զննել նրա դեմքը։ Հետո շրջվում է ընկերների կողմը եւ ասում. «Վերադարձեք նրան ամեն ինչ»։ Նրանք իսկապես ամեն ինչ հետ են տալիս եւ հեռանալիս ամբողջ խմբով սկսում են երգել Երևանի սիրուն աղջիկ երգը։ Երիտասարդները ճանաչել էին Արնոյին, ճանաչել էին նրա անշփոթելի ու ինքնատիպ դեմքը։ Երբ նրան հարցնում են. «Արնո, ինչպես ես հորինել այդ ռուսական երգերը Ներսես Հովհաննիսյանի Հարցնացու հյուսիսից» ֆիլմի համար, կոմպոզիտորը անվրդով պատասխանում է. «Տանը, դաշնամուրի մոտ նստած»։ Այս ֆիլմի համար գրված երգերը այնքան լայն տարածում են ստանում, որ թվում է, թե դրանք վաղուց ստեղծված են ու իրենց ուրույն կյանքով ապրող ստեղծագործություններ էին։ Այնինչ բոլոր երգերն էլ գրել է մեկ շնչով, անասելի արագ ժամկետում։ Այս երգի խոսքերի հեղինակը Անդրեյ Ոզնեսենսկին է։ Наступил по всем поверьям год любви, из рябины заповедной оборви. Полюбите, полюбите, платье красное купите в год любви, век любви. И разлуки, заносы не беда, только слаще от мороза ягода. Истребины, все желания исполнимы между людьми, да будет год любви. Позабыли кистребины на снегу, я приду к тебе с повинной, не солгу.
Кистребины, под колесами машины не сгуби. Год любви и разлуки, занозы не беда, только слаще от мороза ягода. Кистребины, все желания исполнимы меж людьми, да будет год любви. Ночевала Кистребины, дочь огня, как царевна и рабыня у меня. Кистребины, пусть горит неистребимо год любви, век любви и разлуки, занозы не беда, только слаще от мороза ягода. Кистребины, все желания исполнимы меж людьми, да будет год любви и разлуки, занозы не беда, только слаще от мороза ягода. Кистребины, все желания исполнимы меж людьми, да будет год любви, век любви, год любви, век любви. Արնո Բաբաջանյանն ասում էր, որ իրեն ամենից լավ հաջողվում էր քնարական դրամատիկ երգեր, եւ այդ մասին ասում էր. ես չեմ ամաչում խոստովանել, որ այս ոլորտում նոր հայտնագործություններ կատարելու փորձեր չեմ անում։ Իմ երգերը սիրո, ուրախության, տխրության մասին են, այն հավերժական ու պարզ մարդկային զգացմունքների, այն վսեմ ապրումների մասին, որոնք դարերով գովերգվել են եւ գովերգվում են, եւ ամենայն հավանականությամբ կշարունակեն գովերգվել երգարվեստում։ Բարեկամներ, Ռոբերտ Ռոժդեստվենսկու խոսքերով գրված այս երգը երևի ասվածի լավագույն հաստատում։ Снега растаяли, весна права, я теперь все стерплю. Опять по-новому звучат слова, я тебя люблю. Ты судьба, я без милости и щедрости твоей, как тень без солнца и береза без ветвей. Но ты без меня, очаг без огня, моя судьба, ты судьба, я без милости и щедрости твоей, как тень без солнца и береза без ветвей. Но ты без меня, очаг без огня, моя судьба. Войду я, солнышко, в твое окно, 100 веков жить велю. Мне от судьбы своей бежать смешно, я тебя люблю. Ты судьба, я без милости и щедрости твоей, как тень без солнца и береза без ветвей. Но ты без меня, очаг без огня, моя судьба, моя судьба.
как день без солнца и березы без ветвей. Но ты без меня, очаг без огня. Моя судьба, моя судьба, моя судьба. Այս հաղորդմանը պատրաստվելու համար երեք գնացել էինք Տերյան եւ Թումանյան փողոցների խաչմերուկ Առնո Բաբաջանյանի տպավորիչ արձանը մեկ անգամ եւս տեսնելու։ Նայում էի անցորդներին, ինձ հետաքրքրում էր նրանց արձագանքը։ Շատերն առաջին անգամ չէին տեսնում արձանը, բայց անպայման մի ժպիտ էին նվիրում նրան եւ անցնում։ Ոմանք, մանավանդ մեր քաղաքի հյուրերը, երկար կանգնում նայում էին արծվային թռիչքի պահին քարացած Առնոյին։ Մյուսներն էլ իրենց տպավորություններով զրուցում էին միմյանց հետ։ Մեկը գլուխներ կասկածանքով տարուբերում, մյուսը հիացական բաներ ասում։ Կային նաև այնպիսիները, որ ընդհուպ մոտենում էին արձանին եւ երկար զննում բոլոր մանրամասները։ Էլ չեմ ասում, որքան շատ էին լուսանկարվում։ Չգիտեմ մյուսներ ինչպես, բայց ես լսում էի նրա երգերն ու մեղեդիները։ Մի պահ կարծեցի նաև, թե լսում եմ նաև նրա ձայնը, երբ նա ասում էր. «Ես ազատ ժամեր չունեմ եւ չեմ էլ ունեցել։ Ամբողջ կյանքում նման եմ եղել պաշարված ամրոցի։ Այո, ես պաշարված եմ հնչյուններով։ Մի զարմացեք, եթե ասեմ, որ իմ տեսած երազներն էլ հնչյունների հետ են կապված։ Այդ հնչյուններից ես ընտրում եմ սրտահաճները եւ երգեր հորինում։ Ինձ համար ազատ ժամ ունենալ նշանակում է կտրվել հնչյուններից, որ նույնն է, թե հրաժեշտ տալ կյանքին»։ Բարեկամներ, հիշեցի այդ խոսքը, որ նախորդ օրն էի կարդացել։ Այդպես կանգնած մնացի մի քանի րոպե եւ հիշելով նաեւ նրա երգերից մեկը գնացի։ Ճանապարհին զգացի, որ դա շնորհակալ եմ երգն է։ Շնորհակալ եմ սիրելի մայեստրո քո երգերի համար եւ մարդկանց հույս ու սեր նվիրելու համար։ Եթերում երգ-երգոցներ Առնոյի երգ-երգոցներով կհանդիպենք։